Այսպիսով խորհրդարանի նոր կազմը հաստատված է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում երկու հարց քննարկվեց։ Ուժը կորցրած ճանաչել падգամավորի այն թեկնածուների գրանցումը, որոնք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, իսկ մյուսներին գրանցել որպես падգամավոր, որոնք նաև մանդատ պետք է ստանան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակից падգամավոր չեն դառնա, օրինակ, գործադիրում աշխատանքը շարունակող պաշտոնյաները, նաև Ալեն Սիմոնյանը, Մխիթար Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածուներ Գոհար Գագիկի Մելոյանի 3-րդ հերթական համար, Ավետիս Գուրգենի Առաքելյանի 8-րդ հերթական համար, Լիլիա Սամվելի Շուշանյանի 18-րդ հերթական համար, Արթուր Գևորգի Դանիելյանի 20-րդ հերթական համար, Ալեքսանդր Նելսոնի Սարգսյանի 35-րդ հերթական համար գրանցումները։ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Ռոբերտ Սետրակի Քոչարյանի առաջին հերթական համար գրանցումը։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Սեմյոն Բաբայանը ԿԸՀ նիստին հրավիրված էր հաստատելու կամ չհաստատելու ինքնաբացարկի իր հերթական դիմումը։ Բաբայանն առաջին անգամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Հետո մեկ այլ դիմումով խնդրել չքննարկել նախորդ դիմումը, այնուհետև եւս մեկ դիմումով դարձյալ ինքնաբացարկ հայտնել։ Դուք հաստատում եք ձեր ինքնաբացարկի վերջին դիմումը։ Ես հաստատում եմ իմ ինքնաբացարկների բոլոր դիմումները, որոնք դրդված են նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացը ըստ ինձ տապալել։ Շնորհակալություն պարոն Բաբայան, ես բավարարված եմ այլևս Եվ միջնորդություն եմ ներկայացրել բացառք տալու նաև ձեզ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ այս փուլում օրենքը թույլ չի տալիս ինքնաբացարկների միջնորդություն։ Բաբայանն այստեղ է միայն հաստատելու կամ չհաստատելու ինքնաբացարկի իր դիմումը։ Այլ իրավունքներ այս նիստում չունի։ Բաբայանը պնդում էր ԿԸՀ-ն պարտավոր է իրեն հարցնել, ինչու է ինքնաբացարկ հայտնում։ Գլխին վերք կա, գուցե ինչ-որ մեկը ստիպել է։ Պարոն Բաբայան, եւս մեկ անգամ հաստատում եք ձեր ինքնաբացարկի դիմումը եւ արդյոք ձեզ ստիպել են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Ասեմ, որ ինձ չեն ստիպել աշխատակազմի կողմնակալությունը, ընտրողների սախալ լինելը, քաղաքական բողոքի Ինչ վերաբերում է մանդատ ստացող падգամավորներին, խորհրդարան անցած 3 ուժերից քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին հնգյակում են Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխազ Ղազարյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին հնգյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազիդյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը։ Հայաստան դաշինքի առաջին հնգյակում են Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը։ Հունիսի 9-ի խորհրդարանի ընտրության արդյունքներով ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 падգամավոր, Ուժեղ Հայաստանը 29, իսկ Հայաստան դաշինքը 12։ ԿԸՀ-ն հաջորդիվ արդեն փակ գաղտնի նիստում պատրաստվում էր քննարկել դատախազության միջնորդությունը Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը այս հարցով ԿԸՀ-ին դիմելը որակում է իրավունքից դուրս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը падգամավորի մանդատ տրամադրելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում չի կարող հանդիսանալ այլևս այն մարմինը, որը կարող է քննարկման առարկա դարձնել անձեռնմխելիության հետ կապված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց։ Ես իհարկե համոզված եմ, որ պարոն Վարդևանյանը շատ փորձառու իրավաբան է եւ հնարավոր է, որ դուք ամբողջությամբ չեք վերարտադրում իր ասածը, որովհետև ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը ըստ էության պահանջում է, որպեսզի մինչև падգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված падգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Թե հատկապես ինչի առնչությամբ է դատախազությունը ցանկանում, որ Նարեկ Կարապետյանը զրկվի падգամավորական անձեռնմխելիությունից, ԿԸՀ նախագահը չբացահայտեց, ասաց նախաքննության գաղտնիքը հրապարակելու իրավունք չունեն։ Վարդևանյանն էլ վստահեցրեց, պատկերացում չունի ինչի վերաբերյալ է գործը, որ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարց է առաջ եկել։ Այդուհանդերձ հայտարարեց. Ունենք գործ,
աբսուրդի, իրավունքի նկատմամբ ծաղրի, վրեժխնդրության, քաղաքական թատրոնի, Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը միջամտելու վստահաբար կարող եմ պնդումը կատարել իրավունքի, իրականության, օբյեկտիվության հետ զրո առնչություն ունեցող հանգամանք պետք է լինի։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին անձեռն մխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ օրը։ Ի դեպ, նման միջնորդություն դատախազությունը ավելի վաղ նույնպես ներկայացրել էր։ ԿԸՀ-ն այն մերժել էր։ Հիմա ստացել է նոր լրամշակված միջնորդություն։ Լրագրողների հարցին պատասխանելով ԿԸՀ նախագահն ասաց, դատախազությունն ընդհանուր առմամբ ներկայացրել է 4 միջնորդություն, բայց մյուս 3-ը հետ են ուղարկելու, քանի որ չկա այն իրավիճակը, ինչը հիմա արդեն Նարեկ Կարապետյանի դեպքում է։ Այսինքն ընտրական ցուցակի մյուս 3 թեկնածուները չունեն ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած падգամավորի կարգավիճակ, իսկ այդ դեպքում հարցի քննությունը ԿԸՀ լիազորություններից դուրս է։ Հունիսի 7-ի ընտրության արդյունքներով 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի օգոստոսի 2-ին ժամը 10-ին։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։